Ողջունում եմ բոլորիդ հարգելի արմավիրցիներ, արմավիրի մարզի բնակիչներ, մենք ապրում ենք մի մարզում, որ մեր ամբողջ մարզին Նիկոլ Փաշինյանը կարելի է ասել կռիվ է հայտարարել, որովհետև մեր մարզում է գտնվում մեր ինքնության հոգևոր, ազգային, շատ կարևոր կառույցներ, Մայրաթոր Սուրբ Էջմիածնում Վաղարշապատում եւ իհարկե Սարդարապատը։ Կռիվ է հայտարարել հայ առաքելական եկեղեցու դեմ, կալանավորելով մեր բարձրաստիճան հոգևորականներին, քրեական գործ է հարուցել ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ եւ հիմա լկտիությունը հասել է այն մակարդակի, որ ՔՊ-ի նախընտրական ծրագրում գրված է, որ եթե ժողովուրդը ձայն տա իրենց, դա իրենց իրավունք է տալուս, իրենք եկեղեցին իբր թե բարեփոխումներ են իրականացնելու եկեղեցում, այդ բարեփոխումների անվան տակ փորձելու են վերջնականապես քանդել հայ առաքելական եկեղեցին, որովհետև այս տարիների ընթացքում կարելի է ասել միակ կառույցը կանգուն եկեղեցին է եղել, որտեղ Նիկոլ Փաշինյանի եւ իր խունտայի կեղտոտ ձեռքերը չեն հասել։ Եվ իհարկե փորձում է մեզ զրկել մեր ազգային հիշողությունից։ Տեսեք, մենք այսօր ասեցի, մենք գտնվում ենք Սարդարապատից, մեր Սարդարապատի հերոսամարտը տեղի ունեցել այստեղից այս հրապարակից կարճ տարածության վրա։ Փորձում է ամբողջությամբ մեր հերոսական պայքարը ոչնչացնել։ Ընդհուպ մինչև, տեսեք, Մեսրոպ Մաշտոցի նկարը Այբուբենից այս մարդիկ հանել են։ Իրենք հայի ինքնության հետ կռիվ ունեն։ Ես քիչ առաջ մի տեղ էլ ասեցի, փորձում են մեզ խլել մեզանից։ Բայց չի ստացվելու, որովհետև բոլորս բռունց կազմած հունիսի 7-ին ընտրությունների միջոցով վերջ ենք տալու այս ամենին։ Բնականաբար կոչս է, որ հունիսի 7-ին բոլորս քվեարկենք Հայաստան դաշինքին, որովհետև Հայաստան դաշինքը դա փորձի երիտասարդության միասնությունն է։ Այստեղ թիմում կան եւ քաղաքականապես եւ մասնագիտական բարձր որակներ ունեցող անձինք, ովքեր պատրաստ են եւ կարողանալու են երկիրը առաջ տանել։ Եվ որ ամենակարևորն է, մենք ինչով ենք տարբերվում մնացած քաղաքական ուժերից։ Այն ինչ որ հիմա իրանք հայտարարում են իրենց նախընտրական ծրագրերում, որ իրականացնելու են, մեր առաջնորդը դա արդեն երկրորդ անգամ երկու անգամ իրականացրել է։ Ինչն է մեզ խանգարում, որ դա անենք երրորդ անգամ։ Կարողանանք մեր երկիրը տանել դեպի զարգացում։ Եվ այսպես ես վստահ եմ, ես կարճ մի բան էլ ասեմ, այս մարդկանց հոգեբանությունը դուք երևի շատ ծանոթ եք, գիտեք, ձեր շրջապատում էլ կամ հարևաններից կլինեն ՔՊ-ականներ, մանավանդ այսօր պաշտոններ զբաղեցնող ՔՊ-ականներ, որ նախկին իշխանությունների ժամանակ շատ ավելի բարձր պաշտոններ էին զբաղեցնում, շատ ավելի ուժեղ էին պաշտպանում նախկին իշխանություններին, այսօր սահուն կերպով դարձել են ՔՊ-ականներ։ Ու երբ որ իրանց այդ ինչ որ տենց խոսակցություններում ասում դե մենք ինչ կապ ունենք, աշխատում ենք։ Այսինքն ինչ են աշխատում են երկիրը վարի տալ, դա աշխատանք չի։ Բացի իրար սրտիկներ անելուց, հիմա էլ իշխանությունները ստիպել են գյուղապետերին, իրենց հեռախոսների մեջ ծրագրեր են դրել, որ մտնեն տուն, այսինքն ժուչոկ են դրել այդ մարդու վրա, այդ մարդը համաձայնվել է, որ իր վրա ժուչոկ դնեն մի հատ, ու ասել են ձեզ ստուգելու ենք, պիտի մտնեք տուն, հարցնեք դուք իշխանական եք թե ընդդիմադիր, ու ամեն հարցնելուց հետո պիտի այդ ծրագրում գրառում կատարեք։ Ու դրանից հետո պատահաբար այդ մարդուն ասեք, չգիտեմ, հարկայինն է այցելում, ոստիկանությունը, քննչականը, տղերք, ես ուզում եմ ՔՊ-ական այդ աշխատողներին, գյուղապետերին, վարչական ղեկավարներին ասեմ, այդ գործ տվողի հոգեբանությունը վաղը, որ հիմա օգտագործում եք, վաղը բոլորով ձեր ճակատին ձեզ ասելու են իշխանափոխությունից հետո, մի արեք տենց բան, շնորհակալ եմ շատ։